ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է ներկայացրել առերևույթ հանցանքի հետ կապված։ ԱԱԾ մարմինները եկել այսպես ասած փորփրել են մեր աշխատած տարիները, այսինքն այդ գործը մեր վրա կարած է, էլի կարած գործի հետ կապված մենք չենք անհանգստանում։ Մաքուր մարդիկ ենք, մենք վախ չունենք, մեր թիմը երիտասարդության եւ փորձի համադրությունն է։ Մենք առաջարկում ենք բնակիչներին, որ մենք լինելու ենք իրենց կողքը, օգնելու ենք, որ բնակիչները, ջերմոցները կարենան օրինականացնեն շատ մինիմալ պայմաններով, ոչ թե այսօրվա այսպես մեծ գումարներով։ Այսօրվա այսպես ասած նախընտրական ասֆալտապատումը այդ բոլորը մեր աչքի առաջ է եւ տեսնում են նաեւ բնակիչները լավ ասֆալտը քանդում են վրան ամորակ ասֆալտ են անում դա բնակիչներն են տեսնում այսօրվա իշխանությունները այսպես ասած մտել են գյուղացիների գրպանը չենք բացառում որ կհամագործակցենք մեր ընդդիմադիր դաշտի հետ Վաղաշաբաթում քաղաքական կյանքը կենտրոնացած են նոյեմբերի 16-ին սպասվող ավագանու ընտրությունների վրա։ Ընտրողը ակնկալում է ոչ միայն խոստումներ, այլև շոշափելի արդյունք։ Կանաչ տարածքների ընդլայնում, շենքերի բարեկարգում, կոյուղագծերի փոխում եւ այլն։ Այս թեմաների շուրջ զրուցելու ենք Մայր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող տեխնացու Գրիշա Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, կարծես թե մոտենում է ավարտին, ձեզ հաջողվել է հիմնական ասելիքը տեղ հասցնել։ Եվ ինչ դժվարությունների եք հանդիպել այս ընթացքում։ Քարոզարշավի շրջանակները մենք գնահատում ենք շատ բարձր, շատ լավ։ Շրջում ենք փողոցներով, բակերով, գյուղական համայնքներով։ Մարդիկ մեզ ընդունում են, վերաբերվում են շատ լավ, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր համայնքի բնակիչներին իրենց ջերմորեն ընդունելության համար։ Շատ լավ, մեր շրջայցի ժամանակ մենք արձանագրում ենք խնդիրներ, ունենք մենք մեր ծրագրով նախատեսած ինչ այն խնդիրները, որ այսօր հիմնականում Խոյ համայնքի բնակիչների հարցերն են, մեր ծրագրերի շրջանակներում ունենք նաև վաղարշապատում շատ խնդիրներ, հիմնականում մեծ խնդիրները մենք արդեն մեր ծրագրում նշել ենք եւ առաջարկում ենք մեր բնակիչներին։ Որոնք են հիմնական գլոբալ խնդիրները, որ ձեր ուշադրության կենտրոնում են եւ եթե ընտրվեք առաջիկա տարիների լուծում ուրեմն Խոյ համայնքում բնակիչները միշտ բարձրացնում են այս խնդիրը ջերմոցների հետ կապված, որ այսօրվա իշխանությունները մենք դեմ չենք ջերմոցների օրինականացմանը, ուղղակի մենք առաջարկում ենք բնակիչներին, որ մենք լինելու ենք իրենց կողքը, օգնելու ենք, որ բնակիչները ջերմոցները կարենան օրինականացնեն շատ մինիմալ պայմաններով, ոչ թե այսօրվա այսպես մեծ գումարներով։ Այսինքն շինթույլտվությունների եւ տեղական վճարների հետ կապված որ բնակիչները տարիներ առաջ ջերմոցներ են կառուցել եւ այդ ջերմոցները այսօր Խոյ համայնքը այսպես ասած ծանոթագրեր է ուղարկել բնակիչներին, որպեսզի օրինականացնեն, հաշվառեն, որոնք մեծ գումարներ է։ Այսպես ասած 1000 քառակուսի մետր ջերմոցի համար մոտ 1 միլիոն ու կես գումար են ծախսելու, որպեսզի օրինականացնեն, մենք բնակիչներին խոսք ենք տվել, որ մեր ընտրվելու պարագայում մենք վերանայելու ենք եւ բերելու ենք ամենամինիմալ պայմաններին։ Պարոն Հարությունյան, մամուլում արտահոսք եղավ, որ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է ներկայացրել առերևույթ հանցանքի հետ կապված ձեզ եւ Մայր Հայաստան կուսակցության ցուցակի երկրորդ համար Դավիթ Հարությունյանի ներողություն, Դավիթ Կարապետյանի վերաբերյալ։ Դուք եւ պարոն Կարապետյանը եղել եք Դողս եւ Ծաղկունք համայնքների ղեկավարը։ Արդյոք այս հաղորդումը օրինականության վերականգնմանը միտված գործողություն է, թե զուտ քաղաքական հետապնդում։ Ինչպես նշեցիք, մենք ինքներս էլ այդ մասին իմացել ենք, ծանոթացել ենք լրատվամիջոցներից, մեզ միջ օրս ինչ որ ծանուցում կամ եւ այլն նմանատիպ գործ չի եղել։ Ամեն դեպքում մենք ծանոթացել ենք մամուլից, որ կա նմանատիպ գործ մեր վրա կարած, ու մենք չենք անհանգստանում, մենք գիտենք, որ մենք մաքուր մարդիկ ենք, խնդիր չեմ տեսնում։ Այսինքն այդ գործը մեր վրա կարած է, էլի կարած գործի հետ կապված մենք չենք անհանգստանում։ Ինչ նպատակով են գործը կարել ձեր վրա եւ ինչու հենց հիմա։ Ես ճիշտն ասած
մենք նշեցիք երկար տարիներ ղեկավարել ենք համայնքներ։ Ես կարող եմ ասել, որ մեր տեխնացությունն առաջադրելուց հետո համապատասխան մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԱԾ մարմինները եկել, այսպես ասած, փորփրել են մեր աշխատած տարիները, եւ քանի որ մենք ծանոթացել ենք, տեղեկացվել ենք այդ մասին մամուլից, ես հստակ ոչ մի բան այս պահին ոնց որ ասած չեմ կարող ձեզ ասել, ուղղակի ես ինքս ինձ գիտեմ, Դավիթ Կարապետյանին գիտեմ, մեր թիմի մաքուրը գիտեմ, որ մենք մաքուր մարդիկ ենք, ես խնդիր չեմ տեսնում։ Ըստ էության ձեր ասածից կարող ենք ընկալել, որ սա ոչ թե օրինականության վերականգնում է, այլ զուտ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություն էր, եւ եթե այդպես է, արդյոք ձեր քաղաքական թիմը չէր հաշվարկել, որ նախկին պաշտոնյաները ավելի ռիսկային են եւ նրանց կարող են հետապնդել նաեւ ընտրությունների նախաշեմին կամ հենց ընթացքում։ Մեր քաղաքական թիմը, մենք նշեմ, որ մեր թիմը շատ հզոր թիմ է, մեր թիմը երիտասարդության եւ փորձի համադրությունն է, ինչպես նշվեց, մենք համայնքներ ենք ղեկավարվել եւ ղեկավարման փորձ ունենք մեծ, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք արդյոք հաշվի չեք առել, մենք հաշվի առել ենք ամեն ինչ, մենք գիտենք մեր տեսակը, մենք մաքուր մարդիկ ենք, մենք խնդիր չենք տեսնում, հաշվի առնելով մենք գնացել ենք այս քայլին, ընդհանուր մենք թիմային որոշում ենք կայացրել, որ պիտի մասնակցենք վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններին։ Պարոն Հարությունյան, ընդդիմությունը հիմնականում քննադատում է իշխանություններին կատարած ապօրինությունների կամ թույլ տված սխալների համար, ինչ երաշխիք ունի ընտրողը, որ ձեր կամ ընդդիմության մեկ այլ տեխնացուի ընտրվելու դեպքում նույն սխալները չեն կրկնվի։ Ես մեր բնակիչներին, այսպես ասած, տեսնում են մեզ, մեր բնակիչները, մենք շփվում ենք մեր բնակիչների հետ ամեն օր, ես ինքս եղել եմ Դողս գյուղի ղեկավար, միջ օրս շփվում եմ բնակիչների հետ եւ բարձր ճակատով, մաքուր ճակատով շփվում եմ բնակիչների հետ, երբեք հայացքս չեմ փախցնում իրենցից, որտեղ ես աշխատել եմ մաքուր։ Իսկ կոնկրետ եթե ես շեշտում եմ Դողս գյուղը, այսինքն Դողսեցին արդեն գիտի իմ տեսակը, իմ աշխատելավոճը, գիտի ես ինչպես եմ կարողանում ղեկավարել համայնք։ Իսկ բնականաբար արդեն որ խոշորացել ենք, դարել ենք վաղարշաբաթ խոշորացված համայնք, արդեն մեկը մյուսով հետաքրքրվում են, թե ինչպիսի մարդիկ ենք մենք, ինչ անցած ճանապարհ ունենք եւ ինչ կարան ակնկալեն մեզանից։ Դուք եղել եք համայնքի ղեկավար, գիտեք, որ համայնքային բյուջեները անսահմանափակ չեն եւ հետեւաբար ձեր ծրագրում տեղ գտած որոշ գործողություններ լրացուցիչ ֆինանսավորման կարիք են զգալու։ Ինչ միջոցներով եք պատրաստվում ձեր ծրագիրը իրականացնել, հաշվի առնելով, որ դուք ընդդիմադիր եք եւ կարծես թե հակադրվում եք կենտրոնական իշխանություններին, այսինքն կառավարության ֆինանսավորման եւ այլի խնդիր կարող է առաջանալ։ Ես դուք ոնց եք մտածում, հնարավոր է որ կառավարությունը վաղարշաբաթ խոշորացված համայնքին դոտացիան եւ այլ այդ սուբսիդիաները չտա։ Ցեզ եմ հարցնում։ Միանշանակ, եթե նմանատիպ կերպով փորձեն մեզ խոչընդոտել, մեր ընտրվելու դեպքում, չգիտեմ, դոտացիաները, ֆինանսավորումը եւ այլը, եթե չտան, մեր ընտրողները, մեր բնակիչները այդ ամենի մասին տեղյակ կլինեն, մենք տեղյակ կպայենք մեր բնակիչներին ու գիտեմ, որ բնակիչները այդ ամեն ինչը լավ չեն ընդունի եւ ձայն կբարձրացնի, այսպես ասած, եւ նաեւ գիտեմ, որ մենք փորձ ունենք, իսկ բյուջեի փորձառու կառավարելու դեպքում հնարավոր է, որ բնակիչների կենցաղային հարցերը լուծել, տանիքների, որ մենք տեղեկացել ենք, որ ունենք նմանատիպ խնդիրներ վաղարշաբաթ Էջմիածին քաղաքում, տանիքների, փողոցների, բակերի բարեկարգման աշխատանքները բյուջեի ճիշտ կառավարելու դեպքում ես գիտեմ, որ մենք բնակիչներին, այսպես ասած, դժգոհ չենք թողելու եւ բոլոր հարցերը լուծելու ենք։ Պարոն Հարությունյան, իշխանությունները իրենց քարոզչության ընթացքում պարբերաբար շեշտում են, որ կառուցել են մանկապարտեզներ, վերանորոգել են փողոցներ, բակեր եւ այլն։ Արդյոք վերջի 7 տարիների կատարված աշխատանքը բավարար եւ տեսանելի է եղել։ Ես այսպես ասեմ, բավարար չէ, տեսանելի է, իսկ տեսանելին այս ձևով է, այս շրջանակներում է, մենք տեսնում ենք իրենց կատարած աշխատանքները, տեսնում ենք իրենց այսօրվա
այսպես ասած նախընտրական ասֆալտապատումը, այդ բոլորը մեր աչքի առաջ է եւ տեսնում են նաեւ բնակիչները եւ անորակ գործեր անելով դա չի նշանակում, որ ինչ որ մեծ տեսանելի գործեր են կատարել։ Իսկ գյուղերում Գյուղերում այս պահի դրությամբ ասֆալտապատման աշխատանքներ էր կատարվում գյուղերում, ձեզ կհորդորեմ ինքներդ գնալ տեսնել, ինչպիսի անորակ լավ ասֆալտը քանդում են, վրան անորակ ասֆալտ են անում, դա բնակիչներն են տեսնում։ Տեսանելի է, բայց ոչ որակով։ Որակ չկա, այսպես ասած նախընտրական ասֆալտը աչք փագոցի։ Պարոն Հարությունյան, տարեց տարի համայնքային բյուջեները ավելանում են, բայց դրանից ծրագրերի թիվը կարծես թե չի ավելանում եւ մարդկանց կյանքի որակը չի բարելավում։ Որն է պատճառը, ուր են գնում այդ գումարները եւ ինչու արդյունավետության տեսանկյունից չունենք դրական միտում։ Մենք քիչ առաջ նշեցինք այդ ջերմատների, ջերմոցների հետ կապված հարցը, որ այսօրվա իշխանությունները, այսպես ասած, մտել են գյուղացիների գրպանը, իսկ գյուղացուն խեղճացնելով, գրպանը մտնելով, հարկերը ավելացնելով, բյուջե ավելացնելը դա բնականաբար չի կարա գյուղացուն օգտակար լինի ու բարելավի իրենց ապրելակերպը, իրենց վիճակը։ Դուք նշում եք, որ իշխանությունները մտնում են գյուղացու գրպանը, բայց միևնույն ժամանակ ընտրողը գնում նաև ընտրում է հենց նույն իշխանությանը։ Որն է այդ ֆենոմենի պատճառը։ Ես այդքան էլ, այսպես ասած, համաձայն չեմ, որ ընտրողը ընտրելու է իշխանությանը, որովհետև ես այսօր մեր քարոզարշավի շրջանակներում մենք շփվում ենք բնակչության հետ եւ շատ դրական կարծիք ունենք, մարդիկ մեզ դիմելուց շատ լավ են դիմում եւ այդ ամեն ինչը ցույց է տալի, որ բնակիչները չեն ընտրելու։ Լավ, երբ դադարեցիք ձեր պաշտոնավարումը Դողս համայնքում, սկսեցիք զբաղվել բիզնեսով։ Հենց Դողս գյուղում ունեք սուպերմարկետ, ձեր հայտարարագրում էլ նշված է այդ մասին։ Արդյոք բիզնեսն ու ղեկավար պաշտոնը համադրելի են եւ ինչպես եք դա ավելի արդյունավետ օգտագործելու, որպեսզի համայնքի կառավարումը չտուժի, իհարկե, եթե ընտրվեք։ Ես 16 թվականից մինչև 21 թվականը ղեկավարել եմ Դողս գյուղը։ Ես ինքս իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, ավականունիստ եմ հրավիրել եւ օրակարգի հարցը դրել եմ իմ դուրս գալու դիմումը։ Մասնակցել ենք մեր թիմակիցների հետ 44 օրյա պատերազմին եւ պատերազմից հետ գալով այդ որոշումը կայացրել ենք, որ չենք պատրաստվում այս իշխանությունների հետ աշխատել։ Այդ իսկ պատճառով ավականունիստ ենք հրավիրել արտահերթ եւ օրակարգի հարցը եղել է իմ դուրս գալու դիմումը։ Իսկ բիզնեսը։ Բիզնեսը ես ինքս սեփական բիզնեսներ ունեմ խանութ, ինչպես նշեցիք, եւ ունեմ ջերմատուն, մեծ ջերմոց ունեմ։ Ես ինքս ինձ ապահովված մարդ եմ համարում եւ բիզնեսը ես ընտանիքի անդամներ ունեմ եւ չեմ կարծում, որ ես չեմ կարենալու համատեղ, այսպես ասած, համայնքը չի տուժելու իմ բիզնեսի պատճառով։ Շատ լավ, պարբերաբար, վերջին հարցս է, պարբերաբար իշխանությունները հայտարարում են, որ վաղ շաբաթը Գյումրի 2 չի դառնալու եւ եթե դուք ընտրվեք եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետապնդում սկսելու միտում կա, արդյոք նույն սցենարը չի կրկնվելու, ինչ եղավ Գյումրիի դեպքում։ Ես նշեցի, որ մենք մաքուր մարդիկ ենք, մենք վախ չունենք եւ կուզեմ այսպես մի ժողովրդական ասացված կացել, որ վախկոտն ամեն օր է մեռնում, չի կարելի վախենալ, իսկ իրենք որ նշում են վաղարշաբաթը լինելու է Գյումրի 2, ես հակառակ կարծիքն ունեմ, վաղարշաբաթը լինելու է վաղարշաբաթ 1, ոչ Գյումրի 2 չի լինելու, մենք մեր կարծիքները չենք փոխում այդ ամենի մասին, մենք նշել ենք, որ մեր այսպես ասած 50 եւ պլյուս ձայները եթե չբավարարեն մեր անմիջական ընտրվելու, մենք չենք բացառում, որ կհամագործակցենք մեր ընդդիմադիր դաշտի հետ։
Իսկ հնարավորություն կա իշխանությունների հետ համագործակցելու, թե իսպառ բացառում եք։ Չէ, իսպառ բացառում եմ, դա մեր համար այսպես ասած կարմիր գիծ է, որը որ մենք չենք անցնի կարմիր գիծը։ Շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։